Ական 59, ֆուտբոլը, 2000-ականները և հայը։ 2000 թիվներ։ Եվրոպայի առաջնության եզրափակչում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը ավելացված խաղակեսում խփած ոսկե գոլի շնորհիվ հաղթեց Իտալիայի հավաքականին։ Կեսգիշերն անց էր։ Խաղից հետո իտալացիներով իջանք Բաքում արդեն ֆրանսիացիները տոնում էին հաղթանակը, և քանի որ բոլորիս մեջ հայի արյուն էր եռում, սկսեցինք մեղավոր փնտրել։ «Էդ զալատոյ գոլի օրենքը անարդար է էլի, Տրեզեգեն էշ առանց հասկանալու տշեց գոլ մտավ, խաղը միանգամից պրծավ, տենաս էդ հակաֆուտբոլային օրենքը ով ա հորինել, սուդյան քանի տեղ պենալ չդրեց, յավնի Ֆրանսիա էր բալետանում, երևի ստավկա էր դրել, տղեկ ջան գոնե մեր հայի համար ուրախացեք, որ չեմպիոն դարձավ, սասուն ձա, բան չասի, ջորկայֆի ցավն էլ տանեմ, բայց ես Իտալիա եմ բալետանում, դու տեսար են Մալդինին ոնց էր լացում, ուրա մեր հայերը սենց տեղեր խաղան, մերոնց բալետ անենք, բայց դե դրա համար ժամանակ ու փող ա պետք, որ ֆուտբոլը զարգացնեն։ Հենա ընկերս ֆուտբոլիստ ա, ասում ա մի երկու օր առաջ պարապմունքի ժամանակ գնդակը ծակվեց, գնացինք տներով։ Բա տենց ֆուտբոլը կզարգանա։ Երևանյան բակերում յուրաքանչյուր ոլորտի քննարկում ի վերջո քաղաքականության դաշտ էր մտնում։ Մեր ականներում քաղաքականությունն առկա է այնքանով, որ խոսում ենք հայ մարդու մասին, որն էլ իր հերթին քաղաքականացված հասարակության մասն է կազմում։ Այս ականը 2000-ականների մասին է։ Այդ տասնամյակում 2 տարին մեկ ֆուտբոլային մեծ տոն էր։ 2000-ի Եվրոպայի առաջնությանը հաջորդեց 2002-ի աշխարհինը, և այդպես շարունակ։ Ֆուտբոլը, 2000-ականները և հայը։ 2002 թվականի աշխարհի առաջնության խաղերը անսովոր ժամերի էին, որովհետև առաջնությունը տեղի էր ունենում ծագող արևի երկիր Ճապոնիայում և հարևան Կորեայում։ Օրվա առաջին խաղը սկսվում էր կեսօրից 1 ժամ շուտ, 11-ին։ Արա լավ էլի, էսքան շուտ պիվա խմելն էլ մի բան չի։ Արի գոնե ցերեկվա խաղը նայենք։ Մեր քաղաքի լավագույն այգիներից Մալականի այգին գտնվում է Արաբկիր համայնքում, Հրազդանի կիրճի բարձունքներից մեկում։ Լայնարձակ հորիզոնը, դեպի կիրճ կախվող տեսարանը, վեր խոյացող մաքրամաքուր օդը և ազատության զգացումը կյանքն էլ ավելի սիրելու և այդ կյանքի ուզածով ապրելու խթան էր հանդիսանում։ Կյանք, արի ուրիշ տեղ գնանք էլի, էս կաֆեն քամու հետ ինադ ա ընկել, մինչև խաղը պրծնի թոքաբորբ կընկնենք։ Լավ էլի Լյան ջան, դու էլ հո չհասիր, ամառորով ինչ թոքաբորբ, հեսա խմենք կտաքանաս, ապե պիվեն կրկնի։ Համ էլ չենք հասցնի ուրիշ տեղ գնանք, չես տենում արդեն բրազիլացիք իրանց հիմն են երգում, հենա Մարիշն ու դմբուզն էլ հասան, ապեր միանգամից 4 հատ պիվա բեր ու նայի ռակը ինչ եղավ։ Մալականի այգու սրճարանը լեփ-լեցուն էր, շատ կարևոր խաղ էր։ Բրազիլիա-Թուրքիա կիսաեզրափակիչ խաղը հատուկ նշանակությամբ համահայկական միասնության օր էր։ Աշխարհասփյուր հայությունը անկախ համակրանքից 2 ժամով Բրազիլիայի հավաքականին էր երկրպագում։ Ռոնալդոյի ոչ հայեցի և անհասկանալի սանրվածքի շնորհիվ խաղից առաջ մեծ հիասթափություն ապրեցին։ Սափրած գլխի բաշին եռանկյուն չոլկա էր թողել, ինչի համար բոլորովին վերջերս ներողություն խնդրեց երկրպագուներից։ Ասա կարգին ֆուտբոլիստ էիր, բալետ էինք անում, էդ ինչ կապիկի պրիչոսկա ես արել։ Հենա ոնց որ թուրքերի հիմնը պրծավ, մի հատ էդ ձենը բարձրացրեք, դե տղերք, մի հատ էդ Հասան Շաշի ոտերը ջարդեք։ Խաղից հետո Ռոնալդոն հայերի կողմից իր սանրվածքի համար համաներման արժանացավ, որովհետև իր խփած միակ գոլի շնորհիվ թուրքերը պայքարից դուրս մնացին։ Իսկ հետագայում Բրազիլիայի հավաքականը արժանիորեն դարձավ աշխարհի չեմպիոն։ Ֆուտբոլային հաջորդ մեծ առաջնությունը Եվրո 2004-ն էր։ Դա ֆուտբոլի պատմության ամենաանկանխատեսելի առաջնությունն էր։ Հունաստանի հավաքականը ի զարմանս ֆուտբոլ սիրողների դարձավ չեմպիոն և անհետացավ իր նույնքան անհայտ ֆուտբոլիստներով հանդերձ, որոնց անուն-ազգանունները ներկայացնելիս Սլավա Սարգսյանը և կոլեգաները կտտանքների միջով էին անցնում։ Դիմիտրիոս Պապատոպուլոս, Ստելիոս Յանակուպոլոս, Տեոֆիմոս Կետերյանիկոս և այդպես շարունակ։ 2004 թվականի առաջնության օրերին Երևանն արդեն բավականին հեռու էր 90-ականների կենցաղից։ Քաղաքային կյանքն ամբողջովին այլ էր։ Բակային խաղերն արդեն արդիական չէին։
Երեխաները նախընտրում էին ինտերնետ ակումբներում ցանցային խաղերի տարբերակը՝ Call of Duty, Medal of Honor, GTA, Need for Speed Underground եւ ընդհանրապես underground-ային, այսինքն նկուղային կյանքը զարգացում էր ապրում։ 90-ականներից հայտնի մի քանի սթրիփ ակումբներին միացան բազմանուն ակումբներ։ Հիմնականում Ուկրաինայից ժամանած խոպանչի մերկապարուհիներն էին մերկապարում։ Գիշերային կյանքն էլ ավելի ակտիվացավ։ Արա վաղո հելեթանք տուն, էս ետ տրուբեն մեկա ծռողը չի։ Այս եւ այլ անեկդոտներ սկսեցին շրջանառվել։ Բաղաձայն եւ անսլուխ շանսոն կատարումներ հնչեցին նորաբաց կարաոկե ակումբներում։ Փոքրիկ շատ գեշ շնիկներով աղջիկները գլամուրի նոր ալիք բարձրացրին։ Կարգին հաղորդումը հումորային սկեթչերի նոր որակ առաջարկեց։ Ահա այս խելակորույս նորի բազմազանության մեջ սահուն կերպով հայտնվեցինք անկախ Հայաստանի պատմության ցայտուն եզրագծից այս կողմ։ Հայաստանը Եվրատեսիլից առաջ եւ հետո։ Ժողովրդի կյանքում նոր իմաստ մտավ, բայց այդ մասին հետո։ Երբ առաջին իսկ տարում հասկացանք, որ Եվրատեսիլը, այ ախպեր, էդի երգի մրցույթ չի, լրիվ քաղաքականություն է։ Կարճ ժամանակ հետո սկսվեց ֆուտբոլի 2006 թվականի աշխարհի առաջնությունը։ Եզրափակիչ խաղում ուղիղ եթերով բախտ ունեցանք դիտել Զինեդին Զիդանի ամենագեղեցիկ եւ ամենավերջին գլխով գոլը, ինչից հետո նա ընդմիշտ հեռացավ մեծ ֆուտբոլից։ Իսկ իտալացի Մատերացին դոշի ցավը սրտում ընկերների հետ տոնեց արժանի չեմպիոնությունը։ Դրանից 2 տարի անց 2008-ին Եվրոպայի առաջնությունից մի քանի ամիս առաջ մարտի 1-ին մեծ արհավիրքի միջով անցանք։ Տրամադրությունը հաստատ ֆուտբոլային չէր, բայց այնուամենայնիվ, ինչպես հաճախ լինում է հայ իրականության մեջ, առանց խոր պահանջատիրության ընկղմվեցինք քաղաքային կյանքի մեջ։ Քաղաքական ակտիվիստ մեր ընկերոջ հերթական դատից հետո ուղևորվեցինք դեպի Թթաստան։ Նախորոք պատվիրված 7 կիլոգրամ եփած խեցգետինը վերցրինք եւ սլացանք Զորաղբյուրում գտնվող մեր մյուս ընկերոջ ամառանոց դիտելու առաջնության եզրափակիչը։ Այն օրերին խեցգետինը մատչելի էր եւ մի քանի կիլոգրամ խեցգետնի համար մեծ վարկ ձևակերպելու կարիք չկար։ Էլուր մնաց հայտարարագրեինք։ Ճիշտ է, Մեսին առաջնությանը չէր մասնակցում, բայց նրա խաղանկերներ Չավի Ինյեստան հաղթեցին Եվրոպայի առաջնությունը հավերժ երեխայի դեմքով կարմրաթուշ Ֆերնանդո Տորեսի մասնակցությամբ։ Այդ նույն կոլեկտիվը 2010-ին նաև աշխարհի գավաթը նվաճեց, երբ արդեն 2-0-ների արանքում տեղավորված մեկը նոր տասնամյակի տասնականների սկիզբը դրեց։ Աշխարհը աֆրիկյան գույներ ստացավ։ Երևանյան արդեն ավելի ճոխ, փափուկ բազմոցներով սրճարաններից եւ սպորտ բարերից անդադար հնչում էր ստադիոնների միալար բզզոցը, երկրպագուները վուվուզելներով հաճախ փոխում էին խաղի ընթացքը, մրցավարների սուլիչի ձայնը լսելի չէր, բայց երևանյան սրճարաններից լսելի էին էմոցիոնալ պոռթկումներ, ինչը նշան էր այն բանի, որ կյանքը հիասքանչ է եւ անկրկնելի։ 2000-ականների ֆուտբոլային այս 5 գավաթների շնորհիվ անկախ Հայաստանի երկրորդ տասնամյակի միջով անցանք, որն այժմ բավականին հնացել, քաղցրացել եւ ինչ-որ չափով ռետրո ստատուս է ձեռք բերել։